Դուք ասացիք, որ այնուամենայնիվ օրենսդրությունը այս պահին կա, փողոցում մեքենաների կողմից եւ բարձր երաժշտություն եւ խլացուցիչներ, ոչ ստանդարտ խլացուցիչներ օգտագործելու, բայց այո, մենք նաեւ ուժեղացնում ենք այդ մասով իմ տպավորությամբ երբեմն մեր բարեկները մի քիչ տարակուսում են մտնել այդ թեմայի մեջ, թե չէ, երբ որ այդպիսի մեքենաներ են տեսնում, նաև ենթադրելով, որ այդ մեքենաների վարորդների հետ տենց տհաճ եւ անախորժ միջադեպեր են լինելու։ Ես ձեզ խնդրում եմ եւ խրախուսում եմ մեր բարեկներին համարձակություն հաղորդել նաև մեր կողմից, որովհետև նման վարքագիծը կապ չունի օրենքները ինչպես են գրված, ոչ մի կերպ հանդուրժելի չի որևէ քաղաքացու կողմից, որ այդ փողոցում անցնում է կամ այդ շենքերում ապրում է, որի շրջակայքում դա տեղի է ունենում, ավելին ես մի անգամ նույնիսկ նամակով դիմել էի, դա կարա հանգիստ նաև քրեական հանցագործություն դիտվի խուլիգանության հոդվածով։ Եվ եթե ոմանք չեն հասկանում, որ դա խուլիգանություն է, իրանց պետքա դա հասկացնել օրենքի ամբողջ ուժով եւ ձեր ասած այդ արժե համակարգային փոփոխությունը հատկապես հասուն տարիքի մարդկանց շրջանում հնարավոր է ասել միայն այդպես։ Իհարկե մենք պետք է կրթենք մեր երեխաներին, որ դա ընդունելի չլինի, բայց հասուն մարդկանց օրենքի ուժով է պետք նաեւ կրթել։ Շնորհակալություն։